Դողսի ճակատամարտը տեղի ունեցել որոշակի աշխարհաքաղաքական իրադարձությունների հանգամանքների բերումով եւ նաեւ իհարկե ունեցել է ներհայաստանյան որոշակի զարգացումների տրամաբանության շարունակություն։ Արաբական խալիֆայությունը ստիպված եղավ հաշվի նստել հայ նախարարական համակարգի հետ, որովհետեւ 850-55 թվականի ապստամբության ժամանակ հայ բագրատների գլխավորությամբ ձևավորված նախարարների դաշինքը, որի մեջ մտնում էին նաեւ արծունիները Վասպուրականում, սյունիները Սյունիքում եւ առանշահիկների տոհմաճյուղերը Արցախում կարողացան ապացուցել արաբական իշխանություններին, որ Հայաստանը պետք է վայելի առնվազն ներքին ինքնավարություն եւ նույնիսկ պետք է շարժվի անկախության ճանապարհով։ Եվ ահա 30-ամյա անկախության ուղի անցնելով ի վերջո Աշոտ Բագրատունու գլխավորությամբ Հայաստանը վերականգնում է իր թագավորության կարգավիճակը, Աշոտ առաջինը հռչակում է թագավոր, ստանում միջազգային ճանաչում, այդ թվում իհարկե առաջին հերթին արաբական խալիֆայության կողմից ստանում է թագավորական իշխանության պատվանշաններ, այսինքն թագավորական թագ եւ ծիրանի, դրանով իսկ ճանաչվում է նրա թագավորական իշխանությունը։ Այն ամբողջացվում է թագավորի օծման ծեսով եւ այդ հանդիսությունը կատարվում է բնականաբար հայոց կաթողիկոսի ձեռամբ Գևորգ II Կառնեցու կողմից։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։